Հարգելի հետիոտներ, օգտվում ենք հետիոտային անցումներից։ Տարին նոր է սկսվել, բայց Հայաստանում արդեն 3 վրաերթի մասին է գրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Վերջին վրաերթը առավոտյան է եղել 6:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում վերգետնյա անցման մոտ BMW-ն մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված մասով անցած մի կնոջ։ Ճանապարհի հետևեկել ապրող դուրս մի եկեք։ Փորձանքը մեկ անգամ է լինում, ասում է ավագ Պարեկը։ Դեպքեր են եղել, երբ ծնողը երեխայի հետ է անցել ճանապարհը, վտանգելով նաև փոքրիկի կյանքը։ Ընդամենը մի քանի վայրկյան խնայելու համար մեր հետիոտները չեն ուզում սահմանված վայրով հետիոտային անցումներից օգտվեն։ Մի տեսեք, հիմա էլ նայենք, ցանկացած փողոցում ամեն 100-200 մետրը մեկ կան հետիոտային անցումներ, ուղղակի չեն ուզում հետիոտային անցման համար ընդամենը մի 20-30 մետր քայլել, ու այդ մի 2-3 վայրկյանվա համար, որ կարելի էր հատել այդ ընթացքում, իրանք իրենց կյանքն ու առողջությունը դնում են վտանգի տակ։ Զգուշացնում են, կանխարգելում, երբեմն տուգանում, բայց Հայաստանում չի վերանում ճանապարհը ոչ թույլատրելի հատվածով անցնելու սովորությունը։ Մենք ինքներս էլ ենք անցում անկեղծ այդ մեղքը գործում ենք, ինչ անեմ կներեք, որ դա այդ հայկական ադար է, դրսում երբևէ չենք անում, կուլտուրան գիտենք, տղաս որ բան չէ, ասում է այստեղ ուր ես գնում, հարցնում եմ, ինչ ես գնում, բա սիգարետը գցեմ, տղա ջան, այդքան գնում ես, այսինքն ժամանակին դասիրակել եմ, ես դարձել եմ անդասիրակ։ Նույնիսկ օտարերկրացիներն են սովորել հայերի նման ոչ թույլատրելի վայրով կտրել ճանապարհը։ Անգամ ես նկատել եմ, որ դրսի ժողովուրդը, հնդիկ եւ այլն, մեզ են նայում, իրենք էլ են անկար, այդ այնքան վատ է, ես ինձնից սկսած կոչ եմ անում, որ անցնենք օրենքով։ Հետիոտային անցումը մի փոքր ներքևում է։ Եթե նախկինում նման խախտման համար հետիոտները վարչական պատասխանատվության էին ենթարկվում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն 5000 դրամ, ապա 2025 թվականի օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է, դառնալով 10000 դրամ։ Բայց միևնույն է, մարդիկ չեն դադարում խախտել օրենքը։ Միանշանակ տուգանք նախատեսված է վարչական օրենսգրքով ու հիմնականում տուգանքներով պայքարում ենք նշված իրավախախտումների դեմ։ Ընդամենը 1 վայրկյանի հարց է։ Վարորդներն շատ ուշադիր պետք է լինեն, հիմնականում հետիոտների գիշերային ժամերին է լինում, որ սահմանված վայրով սև հագած, մութ, անտեսանելի են լինում։ 2023 թվականին եղել է վրաերթի 1197 դեպք, որի հետևանքով 108 մարդ է մահացել։ 2024-ին 1079 վրաերթ, մահացել է 107 մարդ։ 2025 թվականի տվյալները դեռ ամփոփված չեն, ոստիկանությունը հորդորում է զգոն լինել, պահպանել երթևեկության կանոնները եւ ողբերգության չհանդիպել ճանապարհներին։ Հարգելի հետիոտներ, լուսացեցի լույսերն ուշադիր ենք լինում։ Անցումը հատում ենք միայն կանաչ լույսի առկայության դեպքում, հարգելի հետիոտներ։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։